Այս տղան, որ երևում է էկրանին, ինքը իրական չէ, ինքը ստեղծված է։ Ստեղծված է արհեստական բանականության կողմից, բայց ստեղծված է այն, չէ, ստեղծված է այն հրահանգների հիման վրա, թե մոտավորապես մենք ինչպիսի քաղաքացի կուզենայինք տեսնել, որ մեր դասագրքերում ինչպիսի բովանդակություն լինի, մեր ուսուցիչների ինստրուկցիաների մեջ ինչպիսի հրահանգներ լինեն, ինչպիսի արտադասարանային միջոցառումներ լինեն, եւ այդպես ինչ քաղաքացի ենք մենք ուզում կերտել, եւ մենք կարողանանք այդ ինչ քաղաքացի ենք ուզում կերտելը շատ պարզ պատկերացնենք համակարգված կրթական քաղաքականության միջոցով։ Մեր կրթության բնորոշիչ գծերը պետք է լինեն արժեքը եւ որակը։ Այդ տեսանկյունից ես մի քիչ հերթականությունները խախտեմ որակի տեսանկյունից։ Մենք անելու ենք այնպես, որ այլևս աբիտուրենտ, կրկնուսուցում, պարապունք, ուղեղները տանջել, հիշել, միայն հիշողության հիման վրա գնալ քննություն տալ, այդ ավանդույթը այլևս չլինի, եւ մեր շրջանավարտները, այո, մենք ավագ դպրոցներում ունենանք այնպիսի կրթական ծրագրեր, որ մեր շրջանավարտները այդպիսի դպրոցների միջայլոց կան Հայաստանում։ Շրջանավարտները կարողանան ընդունվել թե տեղական եւ թե արտերկրի հեղինակավոր ուսումնական հաստատություններ։ Մեր պատկերացրած քաղաքացին պետք է ձգտի գերազանցության, պետք է արագ յուրացնի զարգացող աշխարհի տեխնոլոգիաները, կարողանա արագ մտածել եւ կողմնորոշվել, որը այսօրվա աշխարհի կարևոր հրամայականներից մեկն է։ Մեր այս կոկիկ տղայի նման քաղաքացին, որ աղջիկ կլինի տարբեր տարիքների, այդ կոկիկությունը գալիս է կարգապահությունից ու մեր դպրոցի բովանդակության մեջ ոչ միայն կարգապահությունը եւ բարեկրթությունը, այլ նաեւ ազնվությունը, այլ նաեւ խիզախությունը, այլ նաեւ ազատությունը, հայրենասիրությունը, պատասխանատվությունն ու օրինապահությունը բովանդակության մեջ պետք է լինեն։ Ու մենք պատկերացնում ենք մեր դպրոցներն այնպիսին, որ այսօր բարեկենդան է։ Փետրվարի 15-ն այսօր բարեկենդան է։ Ու մենք ունենանք այնպիսի համակարգ կրթական, որ այսպիսի օրերին բոլոր քաղաքներում, գյուղերում, դպրոցներում այդ տոնը կազմակերպվի եւ բոլոր այսպես դուրս գան ակլատիզներով, գաթաներով, դիմակներով, գան այդ տոները տոնեն։ Այսպես ենք պատկերացնում մեր կրթական համակարգը։ Մենք մեր կրթական համակարգի մեջ անպայման պատկերացնում ենք նախ եւ առաջ բազմամարդ, բազմազավակ ընտանիք։ Եվ այդ երեխաների համար, յուրաքանչյուր երեխայի կրթության համար պետությունը գիտեք ոնց է հոգ տանում։ Յուրաքանչյուրին արժետոմս է տալիս, վաուչեր է տալիս, այդ վաուչերի տակ փող կա։ Այդ վաուչերով այդ երեխան գնում է, սովորում է ցանկացած պետական եւ մասնավոր ուսումնական հաստատություն, մանկապարտեզ եւ դպրոց։ Այսօր մեր երկիրը կանգնած է 260 գյուղական դպրոց փակելու վտանգի առաջ։ Ինչու, որովհետև նախարարությունը սահմանել է շեմ 100 աշակերտից պակաս ունեցող դպրոցներում, դպրոցները այսպես կոչված կլաստերիզացիայի են ենթարկվում, միավորվում են։ Մենք ասում ենք, որ չենք փակելու դպրոցներ։ Այս փուլի համար, շնորհակալ եմ, այս փուլի համար առնվազն շեմը կրկնակի իջեցնում ենք, հետագայի համար մենք մտածում ենք տեխնոլոգիաներով այնպես անել, որ դպրոցները, որոնք որ քիչ աշակերտներ ունեն, այդուհանդերձ այդ գյուղի համար մշակութային զարգացման օջախների կարողանանք վերածել, որպեսզի փակվեց դպրոցը, փակվելու է գյուղը։ Իսկ այդպիսի փակումները շատ ավելի անտանելի կլինեն մեզ համար, երբ որ տեղի ունենան հատկապես սահմանամերձ շրջաններում։ Իսկ մայրաքաղաքում եւ քաղաքային խոշոր դասարաններում, որտեղ մի ուսուցիչը չի կարողանում 35 երեխայի հետ պարզապես արդյունավետ աշխատել, սահմանելու ենք, որպեսզի յուրաքանչյուր դասարանում առավելագույնը 20 աշակերտ լինի, արդյունավետ դասապրոցես անցկացնելու համար։ Եվ ի վերջո, քանի որ մենք ասում ենք, որ մեր կրթությունը լինելու է հարսանելի, որակյալ ու արդյունավետ, 12-ամյա կրթությունը արդյունավետ չէ, եւ մեր առաջարկն է դպրոցը դարձնել 11-ամյա, ավագ դպրոցը կրճատել 1 տարով։
կապ չունի, Բոլոնիայի process-ի հետ կապ չունի։ Մեր ավակ ընկերները, որ նստած են այստեղ, իրենք հաստատ շատ ավելի լավ կհիշեն այն ժամանակները, երբ որ ուսուցիչը հեղինակություն էր ամբողջ համայնքում։ Ուսուցչի հեղինակություն վերականգնելը այսպես չի լինելու։ Լինելու է պետականորեն մշակված քաղաքականության միջոցով։ Դա եւ նյութական բաղադրիչն է ներառում եւ հանրային սոցիալական արժավներն է։ Մենք ասում ենք, որ կրթությունը, անվտանգություն եւ տնտեսություն բարիք ստեղծող ոլորտ է։ Կրթության մեջ ներդրած փողը ծախս չէ։ Կրթության մեջ ներդրած փողը հենց ներդրում է։ Մենք պետք է ներդնենք, որպեսզի ստանանք, չներդրեցինք չենք ստանալու։ Դրա համար ուսուցչի նվազագույն աշխատավարձը եւ մենք ունենք այդ հնարավորությունը եւ մենք գիտենք փողի տեղը, ուսուցչի նվազագույն աշխատավարձի դրույքաչափը հասցնում ենք միջին աշխատավարձին, այսօր շատ ցածր է, այսօր 120,000 է։ 120,000 է։ Միջին աշխատավարձը 290,000 է։ Հասցնում ենք միջինին յուրաքանչյուր տարի ավտոմատ ինդեքսավորելով։ Մենք իրականացնում ենք մատչելի բնակարան մարզերի երիտասարդ ուսուցիչներին ծրագիրը, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ ուսուցիչ իր տունը կառուցելու հնարավորությունը ունենա։ Մենք ուսուցչին ազատելու ենք թղթաբանությունից, որ գլխին լցված է, լրացուցիչ շատ գործառույթներից։ Մենք ոչ թե ուսուցչի հիշողությունը պետք է ստուգենք անընդհատ շարունակաբար, այսօրվա կամավոր ատեստավորում կոչվածի ձևով, որպեսի 120,000-ի փոխարեն 200,000 դրամ տանք, մենք ուսուցիչների կատարելագործման ավանդույթը կվերականգնենք եւ կբարելավենք, ավելի լավը կդարձնենք անհատական զարգացման պլաններով, մենթորությամբ եւ այլ գործիքներով։ Իսկ գնահատման առումով ոչ միայն հիշողությունը պետք է ստուգենք, այլ այնպիսի համակարգ, որտեղ որ դիտարկելի կլինի, թե նա ոնց է դասը անցկացնում, ոնց է իր սահմանած վերջնարդյունքներին հասնում եւ այլն։ Ինչ վերաբերում է մասնագիտական կրթությանը, միջին մասնագիտական եւ բուհական կրթությունը, կան մասնավոր բուհեր, կան պետական բուհեր։ Եթե պետական բուհ է, նշանակում է, որ պետությունը մտածում է իրեն ինչքան ինչ մասնագետներ են անհրաժեշտ իր ռազմավարական նպատակներից ելնելով։ Եվ այդ հաշվարկի արդյունքում պետությունը իջեցնում է պետական պատվեր։ Պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար։ Բացի այդ, պետության համար գոյություն ունեն ռազմավարական նշանակության մասնագիտություններ, բազմաթիվ։ Այդ մասնագիտությունները վերաբերում են ինչպես առաջին հերթին այն ամենին, ինչը որ Ավետիք Քերոբյանը այստեղ ներկայացրեց, ռազմական արդյունաբերություն զարգացնելուն, այնպես էլ այն ամեն ինչին, ինչը որ վերաբերում է մարդու հոգուն, մարդու ինքնությանը, ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով սովորողներին բարձր կրթաթոշակներ, բնակարանաշինության պետական ծրագրեր էլի մարզային ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար, այստեղ ենք մենք տեսնում մարզերի համաչափ զարգացումը, ինչպես պետք է աջակցենք։ Իսկապես ապակուսակցական բուհեր, որոնք ունեն լայն ինքնավարություն, որ պետությունը չի խառնվում բուհի ներքին գործերին, պետությունը իր մասնակցությունը ապահովում է նրա մեջ պարզապես, որ տեսնի իր ներդրումը, իր արած ներդրումը, իր պատկերացրած կրթական ծրագրերի հետ համընկնում է, թե չի համընկնում, բուհերի համար պետք է ստեղծենք հետևապես հաշվետվողականության իրական, վերլուծական եւ թափանցիկ համակարգ։ Այն ակադեմիական քաղաքը, որ ՔՊ-ն է պատկերացնում, ՔՊ-ական ակադեմիական քաղաք չի լինելու, որովհետև ՔՊ-ական ակադեմիական քաղաքը նշանակում է ամբողջ բուհերը վերցնել, տանել, կենտրոնացնել միտեղ, որի արդյունքում մարզերի 15,000 երիտասարդ պետք է կամ մարզը թողնեն, կամ չունենան բարձրագույն կրթություն, եւ 1500 դասախոս կամ մարզը պետք է թողնեն, կամ չպարապեն, չդասավանդեն, այդպիսի վիճակ չի լինելու։
կլաստերներ որոշակի մասնագիտությունների գծով, այո, կարող են լինել։ Եվ պարտադիր չի, որ հենց Երևանի մոտ լինի, կարող են տարբեր տեղեր լինել։ Բայց միավորել ամբողջը մի տեղ չի լինելու այդպիսի բան, մենք չեղարկելու ենք դա, հետ ենք տալու։ Եվ որակը ապահովելու համար պետությունը պետք է արժանահավատ հավատարմագրման համակարգ ներդնի ու ուշադիր հետևի բուհերի միջազգային վարկանիշավորմանը, փող դնի վարկանիշը բարձրացնելու վրա եւ փողը կտրի, եթե իր դրած կամ քչացնի, եթե իր դրած գումարները չեն տալիս իրենց արդյունքները։ Եվ վերջապես գիտությունը միշտ եղել է մեր ժողովրդի, միշտ ասած առնվազն 20-րդ դարում մեր ժողովրդի այցեքարտն է եղել։ Մենք գիտության միջոցով ենք ճանաչելի դարձել աշխարհին։ Աստղագետների համաշխարհային ասոցիացիան գլխավորել է մեր Վիկտոր Համբարձումյանը, իսկ այսօրվա մեր այդ գիտության դարբնոցը, մեր հպարտության դարբնոցը մահանում է։ Մենք չենք թողնելու, որ գիտությունների ազգային ակադեմիան մահանա։ Մենք պետք է կառավարման համակարգը պարզապես փոխենք, կառավարման մոտեցումները, ավելի ճկուն, ավելի մոբիլ մարդիկ, գիտնականը, որ հաջողության է հասնում, պարտադիր չի, որ ինքը պետք է նաև կառավարման հմուտ մասնագետ լինի, կառավարումը կառավարչին, գիտությունը գիտնականին, այս մոտեցմամբ մենք չենք թողնի, որ մեր ակադեմիան մահանա, մենք համախառն ներքին արդյունքի 1%-ի չափով ենք դարձնելու գիտության ֆինանսավորում, այսօր 0.3%-ն է, առնվազն եռապատկելու ենք 5 տարվա ընթացքում, գիտական կենտրոններ և լաբորատորիաներ ենք ստեղծելու մարզերում, պետությունը պետք է իր անմիջական հոգացության տակ վերցնի այն, որ մեր գիտական հանդեսները, որտեղ որ տպվում են մեր գիտնականների հոդվածները, նրանք միջազգայնորեն լինեն ճանաչելի, ընդունելի, այնտեղ էլ տպագրվեն մարդիկ։ Եվ մենք մեր կարևոր անելիքներից մեկը, նպատակներից մեկն է Արցախ գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելը, որտեղ գիտության մակարդակով կմեկտեղվի Արցախի հետ կապված ամեն ինչ, արցախյան ուսումնասիրություններ, որը որ նաև մեր հետագա հանուն Արցախի մեր պայքարի գիտական զենքը կդառնա։ Մենք կստեղծենք գիտության դիվանագիտության կենտրոն, քանի որ Հայաստանից դուրս շատ հայ գիտնականներ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Մենք չգիտենք նրանք ինչով են զբաղվում։ Այդ կենտրոնը պետք է ռեսուրսները հաշվարկի եւ ներկայացնի ու իրականացնի հավակնոտ գիտական ծրագրեր, որպեսզի մեր թողարկած գիտական արդյունքը կարդան դրսի համալսարաններում, իսկ այդ համալսարանների դրսի համալսարանների ուսանողները հետո երբ որ դառնալու են իրենց երկրների կառավարիչներ, ոչ թե ադրբեջանամետ թեզեր կարդան Արցախի մասին, այլ հայկական թեզեր կարդան եւ ճշմարտություն կարդան Արցախի մասին։ Եվ այդ տեսանկյունից մենք ստեղծելու ենք արդյունավետ ցանց աշխարհում գործող հայագիտական կենտրոնների եւ ամբիոնների։ Շնորհակալություն։